հավատդ չի գալիս։ Ուրեմն ես եմ լավա, խանգարող չկա։ Ախ, ինչի համար։ Դուք հանուն սիրո ձեր հոգին կվաճառեիք։ Այո, Ինչքանով։ այդ կալանք պայմանավորվենք։ Կամերան անջատեք խոսենք։ Քեշով։ Չէ, քեշով չէ։ Մեծ տիվա լինելու չեն թողում տես մեծ տվերը քեշով։ Փոխանցումով հաշվի համարը բան կասեք։ Ես պոնչին կվաճառեի Բայց սիրո։ ամեն ինչ Ես պոնչին այնքան շատ եմ սիրում, որ իրան կվաճառեի։ ինձ մենք սիրո համար ամեն ինչի պատրաստ ենք։ Այո։ Այո։ Ինչքանով կծախեիք։ Ինչքան են սա սկսում գները։ Ձեր մոտ գները ինչքանից է։ Բաց չի մեր հոգին գները։ անգին է։ Բայց եթե $1 միլիոն Հանգիստ կտամ։ Չէ, իմ հոգին չի վաճառում այսօր։ Եթե չկա կոնկրետ քեշով։ Քարտով։ Այո, քարտով եթե ստանում եք, 5 շաբթի օրերին չի։ վայելեք ֆիլմը, վստահ եմ շատ լավ ֆիլմ է։ Դուք նայեք։ Վերջում Երնեք ձեր աշկերին։ վերջում ինչ արի։ Արդասմանը բարձվում է։ Քուրներ։ Շատ լավ, շնորհակալություն ինտերվյուի համար, հոգիները չենք վաճառի այսօր։ Հոգին իմը չի, որ ես ծախեմ կամ չծախեմ։ Բայց ոչինչ բարդ հարցեր եք տալիս։ Ֆիլմից է։ Լավ, ուրիշ ձև հարցը տվեք, ինչ կանեմ սիրո համար, ամեն ինչ, բացի հոգին ծախելուց է։ Դիվանագետ է։ Չէ, ես զուտ բանի համար եմ ասում, որ իմ քրիստոնյա լինելուց ելնելով, բայց եթե կատակով պատասխանեմ, ինչի չէ, հա։ Նայած ինչքան կտան, հա։ Նայած ինչքան կտան։ Իրականում սիրո համար կարելի է շատ բան անել, շատ բաներ զոհաբերել եւ ես կարծում եմ, որ դա ամենաչփոշմանելու քայլերից կլինի, եթե վերջում սերը հաղթի, այսինքն դու հասնես քո սիրուն կամ քո սիրած մարդու համար ինչ-որ մի բան անելու։ Ֆիլմում մի դրվագ կա, որտեղ Գարիկը հանդիսանում է Ռաբիս երգիչի այդ կերպարի մեջ, երգեր է երգում ու կյանքը, սիրտը, սերս այսպես է դիմում։ Իրականում էլ է այդպես, հա, խոհանոցում ներքին այդպես այդ կերպարի մեջ։ Ես չլինելով Ռաբիս երգիչ չեմ կարող հստակ ասեմ, բայց մենք իրար դիմում ենք կյանքս։ Մենք իրար։ Այո։ Շոու բիզնեսի ներկայացուցիչ։ Չէ, ես իմ ընկերներին կյանքս չեմ։ Միայն իմ կնոջը։ Մեկ է երեխաներից։ Ինչ անեմ։ Անու սիրո կվաճառեք դեռ։ Իհարկե ոչ։ Սիրո համար չէ։ Ֆիլմի խորտից ելնելով։ Ինչի խորհուրդ։ Ֆիլմի խորտից։ Չէ, ես չեմ վաճառի։ Ես արդեն սերուն եմ, բախտս բերել է, դրա կարիքը չկա։ Անուն սիրո, իհարկե, ինչ կա չկա կծախեմ։ Ինչքանով։ Ինչ կա չկա։ Անուն սիրո, հաստատ։ Ինչքանով կծախ։ Ինչքան ես տալիս։ Ես չեմ տվողը։ Ով որ տալիս է այդ իրա խնդիրն է, բացրեք, օդում բազար ենք անում։ Մերսի։ Շատ դժվար հարց եք տալիս։ Հանուն սիրո, ինձ թվում է այդ պայն այնքան են էմոցիաները շատ լինում մարդու մոտ, որ միգուցե եւ վաճառի, բայց հետո կարող է դրա համար զղջալ։ Ձեր կերպարը փոքր-ինչ ռիսկային կերպար էր, արձագանքներից չեք վախենում ամեն դեպքում։ Ընդհանրապես չեմ վախենում, չէ, որովհետեւ ինքը շատ միստիկ, հետաքրքիր կերպար ու իր մեջ չէր կորել մանկությունը։ Ինձ համար շատ կարեւոր բան, որ ինքը այն բացասական ու չար ուժը չէր։ Հաստատ։ Okay։ Ինքը մանկական ինչ-որ սենց հետաքրքիր խաղի մեջ էր։ Որ հաշտ եք ձեր կերպարի հետ ամեն դեպքում։ Ես յուրաքանչյուր իմ կերպարի հետ հաշտ եմ, որովհետև ես դառնում եմ իմ կերպարի փաստաբանը։ Իսկ նմանություններ գտնում եք ձեր կերպարի։ Գիտեք, ինձ համար յուրաքանչյուր մարդու մեջ կան սկսած հրեշտակային անձնավորությունից մինչև ամենայն դաժան հանցագործը, լավ այսպես ասեմ։ Ու դրա համար կարևոր է թե կերպարը ստանձնելուց որ տեսակն ես քո մեջ ակտիվացնում։
Չէ։ Անու սիրո։ Բայց հոգին վաճառել պետք չի, ես իմ սերը գտել եմ։ Ինքով որդարց եք տալիս, պետքա մտածեմ։ Ֆիլմից է։ Հանուն սիրո հոգին ամեն դեպքում չեմ վաճառի, բայց հանուն սիրո ամենամեծ քայլերին պատրաստ եմ։ Չի, օրինակ ինչի։ Օրինակ ինչի։ Ամեն ինչի, բայց ոչ հոգի վաճառել։ Հա, բայց դոլարով չէ, հիմա դոլարի կուրսը ընկել է։ Պետք է ոսկով կծախեմ, ոսկու գինը ելել է։ Ոսկին տանգ է։ Այո, ոսկով կծախ։ Այո, մանավանդ տրնդազ։ Իհարկե, սիրով կվաճառեմ, բոլորն